Քաղաքասարակությունն ուսումնասիրել է 2023-24 թվականների հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ընթացքն ու եզրահանգել, որ նախատեսված 69 գործողությունից ամբողջությամբ իրականացվել է 21-ը։ Մեծամասամբ են կատարվել 9 գործողություն, 33 գործողություն դիտարկվել է, գնահատվել է որպես մասնակի կատարված եւ 6-ը որից չկատարված, եւ այս ամբողջի արդյունքում ռազմավարության կատարողական ցուցանիշը կազմում է 30.43%, այսինքն 23-24 թվականների մշտադիտարկման արդյունքում կատարողականը 30.43% է։ 5 ուղղություն է ուսումնասիրվել։ Առաջինը կոռուպցիայի կանխարգելման եւ բարեվարկության համակարգի ամրապնդումն է։ 21 գործողությունից 7-ն է ամբողջությամբ կատարվել, 3-ը մասամբ 10 մասնակի, իսկ 1-ն ընդհանրապես չի կատարվել։ Երկրորդ ոլորտը վերաբերում է կոռուպցիայի հակազդման, իրավական եւ ինստիտուցիոնալ համակարգերի կատարելագործմանը։ Այստեղ նախատեսված է 15 գործողություն, որից 5-ը գնահատվել է կատարված, 4-ը մեծամասամբ կատարված, 5-ը մասնակի եւ 1-ը չկատարված։ Երրորդ ռազմավարական նպատակը վերաբերում է հակակոռուպցիոն կրթության եւ հանրային իրազեկման կառուցակարգերի կատարելագործմանը։ Այստեղ ներկայացված է 14 գործողություն, որից 4-ը գնահատվել է կատարված, 1-ը մեծամասամբ կատարված, 8-ը մասնակի եւ 1-ը չկատարված։ Գործարարության բարեվարկությանը, գործարար իրավունքների պաշտպանությանը եւ պետություն բիզնես վարչարարության դյուրացմանը վերաբերող 13 գործողությունից 5-ն է կատարվել, 6-ը մասամբ, իսկ 2-ը չեն կատարվել։ 5-րդ ռազմավարական նպատակը վերաբերում է հակակոռուպցիոն մոնիթորինգի եւ գնահատման համակարգի կատարելագործմանը։ Այստեղ ներկայացված է 6 գործողություն, որից 1-ը գնահատվել է մեծամասամբ կատարված, 4-ը մասնակի կատարված եւ 1-ը չկատարված։ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Դիանա Սարմովան շեշտել է, պետական կառույցների, բիզնեսի եւ ՔՀԿ-ների միասնական ու համատեղ աշխատանքը շատ կարեւոր է վստահությունը վերականգնելու եւ ժողովրդավարական համակարգը ամրապնդելու համար։ Բարեվարկությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը կարևոր են ոչ միայն պետական կառավարման, այլև տնտեսական զարգացման, ներդրումային մթնոլորտի բարելավման եւ մրցակցային շուկայի ձևավորման համար։ Դրանք ուղղակիորեն նպաստում են առողջ գործարար միջավայրի ստեղծմանը եւ այս հարցում պետության եւ հասարակական կառույցների միջև համագործակցությունը շատ կարեւոր է։ Այսօր ներկայացվող զեկույցը կարող է հանդիսանալ մեզ բոլորիս համար որպես տեղեկատվության աղբյուր եւ նաեւ որպես գործիք հասկանալու համար, թե ինչ հաջողությունների ենք հասել, որտեղ դեռ մնացել են բացեր եւ որտեղ պետք է ուղենք մեր միասնական ջանքերը։ Արդարադատության նախարարությունն ինքն էլ մոնիտորինգ է անում եւ արձանագրում խնդիրները, ընդգծեց նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը, հավելելով, սա շարունակական գործընթաց է։ Նախատեսված է, որ 26 թվականին պետք է ամփոփվի։ Նախարարությունը քաղաքասարակության զեկույցի վերաբերյալ որոշակի անհամաձայնություն ունի։ Կատարողականի հաշվարկի մեթոդիկայի հետ է կապված հիմնական մեր տարընկալումները, որ փաստորեն այս այլընտրանքային զեկույցը մոնիտորինգի արդյունքներում որպես կատարողական համարվում հաշվի առնում միայն ամբողջությամբ կատարված գործողությունները, իսկ մենք գտնում ենք, որ պետք է նաև հաշվի առնվի մասամբ կատարվածները, որպեսզի ավելի ակնառու լինի կատարված աշխատանքի ծավալը, մինչև որ դրանք էլ նույնպես ամբողջությամբ կատարվեն կամ ամփոփվեն։ Նախարարությունը վճռական է ամբողջական իրականացնել ռազմավարական գործողությունները։ Եթե ընթացքում պարզվի, որ որևէ գործողություն իրատեսական չէ կամ արդիականությունը կորցրել է, հնարավոր է անհրաժեշտ փոփոխություն անեն ռազմավարությունում։ Նիկոլայ Ավետիսյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։